Ողջույն, կրկին հանդիպեցինք մեր հեռախոսային զանգերը կլինի այսօր։ Մի փոքրիկ ինտրուցիկներից ասեմ, որ շատերն են բողոքում իրանց կյանքից, երջանկություն, տխրություն, ամեն ինչ, եկեք ամեն ինչը հետ գցենք, որտեղ 26 թվականը բոլորովին նոր ժամանակաշրջան է սկսում աշխարհով մեկ, բոլորովին նոր, մեկնաթիվը։ Հիմա փետրվարի 17-ին կլինի Արևի խավարում, Լուսնի խավարումը 3-ին է լինելու մարտի, դա վերածնունդն է։ Հնի ջնջում նորից սկիզբ, մահ, կյանք, այս է լինելու վերափոխում, ու քանի որ ջեր հոսում այդ ամենը կատարվելու ինքը ժողովուրդ է տալիս։ Ժողովուրդ, ազատություն, ամբողջ խումբ, ամեն ինչ եւ օդի նշանն է, ու սիմվոլն էլ խորհրդանիշը ջեր հոսեն պապիկն է, որ երկու թասիկով ջուր է լցնում, անմահական եւ կենթանի ջուրն է։ Հիմա այդ ջուրը, որ վերևից լցնում է, ինքը պետք է անպայման հոսելու տեղ ունենա։ Եթե ջուրը չհոսի, ես միշտ այսպես ասում եմ, կմնա կփթի ու կնեխի, եթե նեխից ինքը հոտ է գալու։ Դա ժողովուրդն է, դա մարդկանց մտքերն է։ Ու ջեր հոսը այնտեղ Պլուտոն մոլորակ գոյություն ունի, որ վերջապես այցեղ ջուրից դուրս եկավ ու մեզ Հայաստանին բաց թողեց այն վատ բաներին, այդքան 30 տարի ավել չեն գնում, ինչ որ կատարվել է, վերջապես բաց թողեց, վերջապես, դա որքան հիշում եմ 24 թվականի նոյեմբերն էր։ Պլուտոնը դուրս եկավ այցեղ ջուրից, հիմա մտավ ջրհոս, որը Ռուսաստանն է, հիմա այնտեղ ճահճային շրջանը սկսվելու Սաղ աշխարհին խառնում է իրար, որտեղ իր թաթը դնում է։ Մենք պետքա ոտքի կանգնենք մեր գիտելիքով։ Եվ այն մարդիկ, այն ծնողները, փողերը աշխատեք, հավաքեք, ոչ թե զիզի-պիզի առեք ու մեքենաներ առեք, որ քաղաքում քշել չլինի, այլ տվեք ձեր երեխեքի գիտելիքի համար, դա է կարևորը։ Որ մի երկիրը, որ մի պետությունը գիտելիքով հարուստ եղավ, նա հաղթանակներ է ունենալու միշտ։ Նրան ինչքան էլ կարկուտ կգա, մի քիչ կտուրին կկպնի, բայց մարդկանց չի կպնի ու ջրհեղեղն էլ տունը չի տանի։ Հիմա այս տարի, քանի որ տարերքները շատ են, Հայաստանում պատերազմ չկա, ես արդեն 2-3 տարի նույն բանը գոռում եմ, հանգիստ մնացեք, իրար մի կերեք, որովհետև ամեն ինչ մաքուր է հիմա գնում Հայաստանում, ուղղակի այնքան կեղտոտվել է մտքերը մարդկանց, բոլորն ասում են այսքան չարություն է, որտեղ է չարությունը, ոչ էլ բարություն է, վերևից չին գնում։ Դա մարդու մեջ է, դիմակը բացվել է, մեջից դուրս է գալի, ամենքն իրենց ցույց են տալի, ու սա միայն Հայաստան չի, աշխարհով մեկ է այդ ամեն գնում։ Լոտար երկրներ խոսեք, տեսեք այնտեղ ինչքան դավաճանություններ կա։ Այնտեղ իրար հետ հաց են ուտում, վեր են կանում, մոռանում են, որ հաց են կիսել։ Ու կարան իրար դավաճանեն, մատնեն Անգածելնի փողոցում չվերցնեն էլ, ձերք էլ չմեկնեն, այնպես, որ մեր երկրում Հայաստանում փառք է։ Խաղաղ ապրեք, պատերազմ չկա, գրագիտացեք, որտեղ տարին այն պապիկը, որ ջուրը լցնում է, դուք վերցեք կենթանի ջուրը, որ գիտելիք լցնեք, ինչքան կարող կարդացեք, զարգացեք, նախորդ ձեզ ասում եմ, աշխատատեղեր շատ կփակվի, էլ ղեկավարությանը չմեղադրեք, որտեղ սիստեմն է այդպես գնալու, նոր տեխնոլոգիայի ժամանակաշրջանը սկսվում ու ծրագրավորողներ, արվեստը, այստեղ լավ կլինի, սպորտը լավ կլինի, բայց ովքեր որ մլավում են ղրղրձայներով, դրանք երգիչներ չեն, մեղեդի է պետք ու ոչ թե դմդմփա պետք, մեր հայկական ամեն ինչը, մեր մշակույթը պետք է պահենք, ոչ թե թիմար թալիսմաններ առեք, որ ամբողջ ինտերնետը ու խապնվում եք, իզուր եթե ուզում եք խապնվեք, գնացեք առեք, գնացեք այդ հիմարությունը երկաթի կտորներն առեք, եթե ուզում եք թալիսմաններ, շատ եք սիրում նման բաների, առեք դաղդղան, որ դա մեր հին հայկական է, մեր մշակույթում կա, այդ չարխափանա, փայտեցա իրա 6 ոտիկներով, բայց անպայման դա պետք է մասնակից սարքի, անպայման ինքը պետք է հաշճոտի, ինքը բարի պիտի լինի, որտեղ ինքը նստելու է փայտից, իր ձեռքով, իր մտքերով պատրաստելու է, դրանք հատուկ վարպետներ են եղել, գնացեք վերնիսաժ նայեք, փնտրեք, հետաքրքրվեք, ովքեր են այդ վարպետներ, համետ մարդ իր քրտնիկով սարքած աշխատանքը փող կվաստակի, ձեր ընտանիքում էլ այդ դաղդղանը կօգնի։ Կուզեք երեխայի օրորոցից կկախեք, կուզեք ձեր վզից կկախեք, կուզեք նալիտեղ ձեր շեմին կկախեք դրան վերևի շեմին, բայց ոչ թե հիմար նալերը
ժանգոտ ասցին, չգիտեմ որտեղ անքներ ցեխերի մեջ եկել բեր։ Այդ ոչ մեկին այդ նալ օգուտ չի տվել։ Այնքան իմ տների գլխներին տեսել նա կախած այդ բնակիչներն էլ չկան, չգիտես սուրան։ Այդ հիմար բաների հետ է մենք եք, փայտը տակ ավելի։ Դու գիտեք ինքներդ որոշեք, որտեվ ես երբեք ոչ մեկին չեմ ստիպում, ես ասում եմ։ Դուք ինքներդ որոշեք ու այդքան մենք եք այդ գարասկոպային, տեսեք ես աստղաբան լինելով հանդերձ, ինչի համար կենթանակերպերից չեմ խոսում, որտեղ դրանք իմ համար խաղեր են։ Դրանք խաղեր են։ Մի խորացեք ոչ մի բանի շուրջ, կենթանի նայեք, շոշափելի նայեք, իրականը նայեք ու ինչը որ բարի է, բնությանը նայեք, բնությունից օգտվեք, բնությունը մի աղտոտեք, սիրեք, որ նույն ձևի պատասխանել մենք ստանանք։ Հիմա լսենք մեր զանգերին, տեսնենք այսօր ով ինչ կզանգի, ինչ կասի։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Լուսիա ջան, շատ շնորհակալություն, որ արձագանքում եք իմ զանգին։ Մենք էլ շնորհակալ ենք, որ հաշվեք, գնահատել եք ու զանգահարել եք, ուզում եք ձեր հուզող հարցերով դիմել։ Ասա Գայանե ջան, լսում եմ, տարեթիվ ամսաթիվ ասա և հուզող հարցը տասա։ Թիվ։ Դու որտեղ ես ծնվել։ Գյումրիում։ Գյումրի։ Այո։ Այդ տարեթվից ելնելով եմ ասում, ամի, դու կուզենաս Հայաստան լքել։ Հայաստան լքել չէ։ Հայաստանում շատ լավ է։ Ճիշտ է։ Ամենից լավը ստեղ է, որ աշխարհի որտեղ ուզում ես գնա, ամենից լավը ստեղ է, ապահով լինելու համար էլ եմ ասում լավն է։ Հիմա ամսաթիվը տասը։ Հետաքրքիր ես ծնվել դու, արդեն դու հուլիսի 1-ից ավելի լավ արի ասենք քո ծնունդից հետո, երբ որ դու կծնվես։ Հուլիսի 1-ին դու կծնվես։ Քո ծնունդից հետո նոր ոտք ես տնում, նոր շեմ, դառնում ես մի տարեկան, նոր շեմը, որտեղ հենց 26 թվականը քեզ համար շատ կարևոր, շատ կարևոր ժամանակաշրջան է սկսվում, ինչը որ դու կյանքում բաց ես թողել, յուրաքանչյուր հարցում, հատկապես հիմա քեզ ասեմ, հատկապես քո 25 տարեկան հասակից սկսած։ Կուզես 25 տարեկան կհաշվես, կուզես 25 տարի հետ գնա, այդ ժամանակ կհաշվես, համարյա կես է լինում, էլի, համարյա կես է լինում, չէ, եթե հիմա տարիքով հետ հաշվենք։ Ինչ ես դու բաց թողել և ինչն էր պատճառը։ Եթե ինչ-որ հարևան բարեկամ, չգիտեմ, տատի պապի մեղավոր են եղել, արի մեղավոր չգտնենք ոչ մեկին, միգուցե զոհի կարգավիճակով ես ապրել, միգուցե իրենց խաթրից ելնելով, դե ադաթավոր քաղաքում ես ապրում, մենք հայրս ենք այդպես, միգուցե տատառ է պատճառը, հիմա այդպես չպետք է լինի, հիմա դու պետք է ոտքի կանգնես, երկու ոտքդ խփես գետնին ու անես այն, ինչը դու բաց ես թողել և ինչ իրոք, որ դու զգում ես, որ քոնն է, ահագին արի դու տես, որ ահագին դու փոփոխություններ ես ունենալու դեպի լավը։ Մի քիչ սենց տնավարի ասեմ, ինչքան դատարկ տեղ կար լրացվելու է։ Բայց պապատ էլ է աստեղ, պապայիդ աղջիկն ես, պապայիդ, ես չի ուզենա ասեմ մեղավորություն, պապայի գործոնը կա։ Առողջականը ոնց է քո պապայի։ Հայրիկս այլևս մեր հետ չի։ Որ դեստեղ առողջականի կյանքի խնդիր ցույց տվեց, ինչքան ժամանակ է։ Արդեն 12 տարի։ 12 տարի։ Եթե մաքուր լրացավ 12 տարի, ամիսով նայ, տարեթվով չեն հաշվում։ Եթե մաքուր 12 լրացավ, ուրեմն ինչ որ նոր ես հիմա քեզ ասեցի, ճիշտ ասեցի։ 12 տարի պապայից հետո կանցնի, բայց ինքը քեզ համար միշտ լինելու է, հիշի։ Միշտ։ Դու կարաս միջև անգամ խոսես հետը։ Ես միշտ խոսում եմ իր հետ։ Ճիշտ ես անում։ Զգում եմ իր ներկայությունը։ Ինքը միշտ կա։
Երբ որ արդեն, բայց մի քիչ իրար պետքա բաց թողնեք, իրանից խորհուրդներ հարցրու, լավ ու վատ է անելու, չանելու ինքը քեզ կասի, ու արդեն երբ որ դու քոնը կբռնես կգնաս, ինքը արդեն կհեռանա քեզանից, դեռ կողքը տա։ Արյուծ եմ, չէ, ես Հա, Լուսիա։ հա, հա։ Մոլորակներս երկվորյակում էլ ունեմ։ Լիքը։ Մոլորակներ, լուսին, հա։ Լիքը։ Չի, լուսինը ջրհոսում ատեղ չի։ Մարսը տա, Վեներա տա, Յուպիտերը տա, հիմա Ուրանել կմտնի, մի րոպե, Նեպտուն, հիմա Ուրանել կմտնի արդեն երկվորյակ ինֆորմացիաները կշատանա, պարզապես աշխատի մի քիչ քո, այսպես ասեմ, լեզվին ուշադրություն դարձրու, որտեղ ինչ ես խոսում։ Ինֆորմացիաներ, որը որ քեզ պետք չի ու որը որ հաստատուն չգիտես, ոչ լսի, ոչ տարածի, որովհետև մի քիչ կոպիտ ասեմ, լեզուն քո թշնամին է, սուս մնա։ Սուս մնա, անիմաստ է, էն էլ հիմա։ Էն էլ հիմա այս կեղտոտված քաղաքականության մեջ, քո գործը չի, դու քաղաքական գործիչ չես, ոչ մի բանով մի խառնվի, սիրի քեզ, սիրի բնություն, սիրի կյանք, սիրի մարդկություն, որտև առուց ինքը հենց դա է, ու դու պետք է անպայման ապրես իշխանուհու նման։ Նայ, իշխանուհու նման, ես չեմ ասում ոսկի լցնես վրատ։ Այսինքն հանգիստ, կամֆորտ, ույուտ լինի, ներդաշնակություն լինի, այդ ամեն ինչ պետք է ներքինից լինի, որ շրջապատդ այդպեսին էլ լինի, եւ այս տարել քեզ համար ընտրություն ա գնում, ովքեր են լինելու քո ընկերները, քո շրջապատը, գումարած հարազատություն։ Ինչ աշխատանքին վերաբերվում է, չծուլանաս ոտքի կանգնի, որտեղ քեզ բավականին էլ աշխատանքային հնարավորություններ ա տրվում։ Ինչ քո հարցը տուր։ Ես սկզբից լսեցի միջև դիմելը, որտեղ մեր աշխատակից անպայման հետաքրքրվում է, ինչ հարցով եք դիմում, ոչ բոլոր հարցերին եմ իհարկե, եթե թուղթուգրերից խոսում են, դա իմ աշխատանքը չի, ես գործում եմ թուղթուգրերի հետ։ Դրա համար հարցնում են, մեկ է որ շատ լուրջ հիվանդ են լինում, որտեղ ես ոչ էքստրասենս եմ, ոչ էլ բժիշկ, ոչ էլ պայծառատես։ Դու ասեցիր կարմայի մասին եմ ուսում, կարմա ասելով դու ինչ ես հասկանում։ Ես ուզում եմ ես բոլորը լսեն, որտեղ բերաները գցել են կարմա, մեր ժողովուրդը չգիտեր կարմա ինչ, ուղղակի ես ինտերնետ այնքան գրում է կարմա, առանց հասկանալու ինչա կարմա։ Ինչ ես հասկանում կարմա ասելով։ Կարմա ասելով հասկանում եմ ճակատագիր։ Հա, հետո։ Ճակատագիր ես հարց ունեմ, ուզում եմ հարցնեմ ինչի չի ստացվում իմ անձնական կյանքը։ Այդ կարման արդ մենք չենք ասում հնդիկներն է, հնդկական է։ Դու մի անգամից ասիր, ես ուզում եմ ուղղակի իմ կյանքի մասին իմանամ, ոչ թե ճակատագիր։ Ճակատագիրը մարդու ձեռքն է, ոչ թե ճակատին ինչ գրված է։ Ես ուզում եմ իմանամ իմ կյանքի դասավորվածությունը։ Ինչի եմ ես միջև հիմա մենակ, ինչ անեմ որ լավ լինի, ինչն է պատճառը։ Այդ ավելի հեշտ, պարզ հարց է, քան իմ կարմայի մասին։ Ես էլ ուզում ասեմ, ինչ ես հասկանում կարմա ասելով, քանի շատ պարզ բառը կարաս ասես իմ կյանքի մասին եմ ուզում իմանալ։ Հիմա ասա, ինչ ես ուզում հարցնես դու։ Այդ քեզանից է գալի։ Նախ առաջինը քեզանից է գալի, 26 տարեկան, ինչ ա եղել քեզ մոտ անձնականը։ Տիկին Լուսիա, իմ հարցը հետևյալն է, ինչի են ինձ միշտ նմանատիպ նույն մարդիկ հանդիպում, ինչի չի ստացվում իմ անձնական կյանքը։ Միգուցե մոլորակների դասավորվածությունից է, միգուցե հասկանում եմ, որ ինձանից է, բայց հիմնական պատճառը կա, չէ, ինչ-որ մոլորակների դասավորվածությունից, որ ինչ-որ բան այնպես չի գնում։ Եթե առաջ մենք այսքան որ աստղաբանները հայտնվել են մոլորակների դասավորվածության հասկացողությունը չունենայք, ինչ էիր ասելու։ Ինչ էի ասելու։ Ամեն ինչ պետք չի գցել մոլորակների վրա։ Բա մարդը իր ուղեղը, իր գիտակցություն, հասկացողություն, որտեղ դա աստղաբանության մեջ գրված է։ Ամեն ինչ կատարվում է մոլորակների, արստղերի արևի ներքո, բայց ամեն ինչ ուժեղ մարդն է իր իմաստությամբ։ Այնպես որ ամեն ինչը չվերագրենք մոլորակներին, հետո ես ամեն օր քո կողքը կանգնած չեմ, մարդն է ռոբոտ չի,
Ոչ մեկի ձեռքն է պուլտ չկա, որ ես սեղմեն դու մը կես կողմ գնաս, մեկ են կողմ գնաս, որ պուլտը սփչանա դու ոչինչ չես կարող անել։ Բա դու ինչ պետք է անես։ Արի չվերագրենք դրան։ Դու ինքդ քեզ հարց տուր։ Ինչի համար գալիս են ուզողները դու չես ուզում, թե ինչ որ չեք հանդուր։ Ես ասեցի առաջի քո թշնամին քո լեզուն է, այստեղ բարձ ցույց տալի։ Սենտիմենտալ մարդ ես։ Դու պետք է ապրես իշխանու նման, քեզ բարձր դասես, բայց ոչ թե ուրիշներից բարձր գերադասես, այդպես չի։ Բարձր, այսինքն ամեն հասարակ ամեն ինչի մեջ չմտնես։ Երկվորյակի մոտ հակասությունը շատ է, ինքը օդի նշան է, ինքը թեթև է вообще, իրանք այդքան ծանր մարդիկ չեն լինում։ Իսկ որպես առյուծ ունես չունես, մի հատ տարիվ ունես, որը որ կյանքն է ու կամքն է։ Շատ թույլ է քո արևը։ Էն էլ 7 աստիճանի վրա։ Մնացածը սա բան է, երկվորյակ ու կշեռք։ Քո ծրագիրը ինչն է։ Հա, ավելի Ավելի շատ դրան է բերում, հա։ Հետո խոսելը էլ որ խոսում ես չես սպասում ես խոսեմ վերջացնեմ նոր դու խոսես այդ երկվորյակին բնորոշ է երկվորյակը ինքը ինձ իլեկտ է լավ իմացի ես միշտ դրական կողմերն եմ նայում այդքան վատը չեմ նայում չի կարելի վատը նայել ես վատը առանձին եմ ասում բայց ոչ sense եթերային առանձին վատն էլ չէ մարդու սխալը ու կարող եմ իջև անգամ շատ կոպիտ ասեմ իր սխալը, որ ինքը հիշի ու շտկվի, թե չի անդադ գովելով բան չի դուրս կա։ Մերկուրիտ լավ տեղ է, իրա տան մեջ է, կույսում է։ Սա տալիս է դանդաղ մտածել, դանդաղ գործել, ստեղծագործել, ամեն ինչ դասավորված լինի, դու ինչ մասնագետ ես։ հոգեբան Այն որ ասում է բժշկիր քեզ է, այդ վիճակն է։ Այո Հիմա դու ո՞նց ես քեզ բժշկում, հոգեբան ջան։ Ինքս ես փորձում եմ խոսք հասկացնել Ես մի քիչ թույլ եմ լսվում, Գայան է, մի քիչ բարձր ասա։ Ինքս իմ հետ շատ եմ խոսում, Տիկին Լուսիա ջան, ինքս ինձ հետ շատ եմ խոսում։ Հա, ոչինչ, նորմալ է։ Ես էլ փողոցում խոսելով գնում եմ։ Ավելաբա քեզ խոսես, քան ուրիշ հետ խոսես, որտեղ ուրիշները չեն հասկանում։ Բոլորի գլխի մեջ քաոս է։ Մեր ժողովուրդը շատ է տոպոյացել։ Շատ, չեն լսում, ոչ մեկ չի լսում։ Գիտես մեր ժողովրդի վատը սխալը որտեղ է կայանում, չզրուցել է։ Մենք իրարը չենք զրուցում, որտեղ մենք ամբարտավան ազգ ենք, իսկ դա մեղքերի մեղք է համարվում։ Քեզ մոտ ընկեր հայտնվելու է։ Արի ինչ որ եղել է նախկինում, արի թողնենք, լրիվ ջնջի, շպրտի թող գնա։ Ոչ վերցրու ոչ դի քեզ մեղավոր մի զգա, որտեղ այդ ժամանակ այդպես է պետք եղել, որ այդպես է եղել, եթե դու մեկ անցյալը քչփորեցիր, ոչինչ չի փոխվելու։ Անցյալից էլ հետ չի գալու, պարզապես հիմա որ 12 տարին ամիսով նա երբ է լրանում պապայի 12 տարի։ Նոյեմբերին։ Օ, հələ կա ժամանակ։ Ոչինչ ավելի լավ։ Ծնունդիցդ հետո, տես Ահագենը դե ժամանակ է տալիս։ Հիմա որ փետրվարի 17-ին ջրհոսի մեջ ու քո Լուսին էլ ջրհոսում է։ Հենց տալիս է վերանայի քո ամեն ինչը անցյալի ու մաքրի, ջնջի, միանգամից կտրու, կես չեն անում։ Որ մարդ իր ծխելը թողնի։ Նայ մարդը որ իր ծխելը թողնի, հաթ չպետք է թողնի, մի անգամից այդ տոփը կոտրու շպրտի, այդպես պետք է անես։ Մի անգամից պետք է ջնջես քո անցյալի մտքերը, անցյալի իրադարձությունները եւ քո այդ քեզ հետ խոսելով հարց ես տալի ու չես կարողանում պատասխան գտնել, արի դրանք էլ ջնջի։ Իմացի դու հիմա ծվից նոր պետք է դուրս գաս, աշխարհը տեսնում ես, ուրախանում ես ու զարմանում ես։ Ու նոր ընկերություն, նոր շրջապատ լինելու են քեզ մոտ։ Ինֆորմացիան շատ է լինելու, խելացի իհարկե, կարճ կոնկրետ, ինչը քեզ հարկավոր չի, ում չես սիրում, ինչ գործեր հարցեր քեզ չի լրացնում, թող։ Մեկ արած լաց լինես, իմիջալոց իմացի ուժեղ մարդիկ են լաց լինում։ Ուղղակի ամեն անգրակետի մոտ հարկավոր չի լաց լինես, իրանք չեն հասկանում։ Կօգտվեն այդ քո լացից։ Այո, թուլություն կհամարեն։
Այո, չեն հասկանում։ Ինքան պետք է սենց բաներ խոսանք, որ մարդիկ հասկանան։ Եթե դու այցելուներ ունենում ես, գան, դու իրենց ասա, որ ուժեղ մարդիկ են լաց լինում։ Ես գիտեմ, Թող իրանք հասկանան, ես էլ տես ինչքան տարբեր բաներ եմ խոսում։ Ամեն հարցից ես խոսում եմ մի քանի տուպոյները շատացել են։ Ամեն ինչ խոսացիր, բացի աստղաբանությունից։ Ես էլ ուզում եմ իմանամ իրան ասելով, ամեն ինչ աստղաբանություն ասելով ինչ պետք է հասկանան, կենթանակերպ է։ Դրանք գարասկոպներ են, խաղեր են, դրանք ասողները թողած են, ես չեմ ասի։ Քեզ մոտ լավ բաներ սպասվում է։ Ամրան է, կտեսնես։ Ես տեսնում եմ, որ պետք է լինի, բայց մի քիչ տրամադրությունը թքեցեմ, բայց դա դեռ կնիկ չեմ դնում իմ ասածի տակը, երեխա չեմ տեսնում դեռ։ Ճիշտ եք։ Ինչ ասեմ։ Արի թողնենք այդ բանը, որովհետև այն թզենին, որ այդքան փարթամ ու սիրուն էր, բայց Հիսուսը չկարացավ պտուղից օգտվել, արի տենց համարենք, որ դու փարթամ ես, լավն ես, կարան քեզանով պատը սպարվեն, այսինքն հանգստանան քո հետ զրուցելով, բայց ինքը պտուղ չկա։ Այսինքն կյանքում այդ բանը լինելու է, հարկավոր չի ողբերգություն սարքել։ Իհարկե լավ կլինի, որ լինի, բայց չկա։ Դա անցյալից է գալի, դա հիմա չի։ Այս անցյալը մի քիչ տխուր է քեզ մոտ, ես էլ չեմ սիրում վերքեր քանդել, որտեղ ցավ կտա։ Իմացի, որ քո մոտ բոլորովին նոր ժամանակաշրջան է սկսում, դրական, եւ դու որքանով կարաս փող աշխատի, միայն քեզ համար, ու այդ փողին դու ճամփորդի, որտեղ շատ նման մարդիկ, որ քո նման կան, իմ տարիքին էլ կան, շատերին ասում եմ գնացեք աշխարհման եկեք։ Ուր ուզում եք գնացեք, մի հատ շոր, մի հատ թեթևակի հագուստ առեք, հագեք դրանով ուրախացեք։ Բայց այնց մարդկանց հետ դուրս եկեք ճանապարհ, ովքեր ես ինչ բառով ասեմ, առատաձեռն են, ջոմարդ են, ժպտերես են, հումորով են ու իրան կյանքը հասկանում են, որ բան հասկանաս քո ճամփորդությունից։ Հիմա ինքան էժան է դրսներում շրջագայելը, քան ստե Հայաստանում։ Դու $500 կարաս գնաս մի շաբաթ դուրս ուզենաս։ Դա միջև անգամ գինել ես։ Հա? Ավելի հեշտ է դրսում այդ $500 ճամփորդել, քան մի հատ ծաղկաձոր գնալ։ Ճիշտ է։ Մի խոսքով Հայաստան ու կարող է չի բացառվում։ Քո այդ ճամփորդությունների, քանի որ ասի բոլորովին նոր ժամանակաշրջանը 26 թվականը քեզ տալու մեկ էլ տեսար երկիր փոխեցիր, բայց դու էլ չես սիրում երկիր փոխել, ես էլ չեմ ուզենա, բայց մեկ էլ տեսար էլի։ Մեկ էլ տեսար, որտեղ մի քիչ այստեղ ցույց է տալիս, բայց այստեղ էլ Ամերիկա է, ես էլ չեմ սիրում այդ երկերին, ինչ անեմ հիմա, ուզում ես գնա։ Դուք մարդ ունեք Ամերիկա։ Հա, բոլորը դա։ Ուզում ես գնաս։ Չէ։ Ինչ լավ է։ Լավ գնա մի քիչ մանարի արի։ Բայց քիաստապվես։ Կանե ջան, քիաստապվես։ Նախորդ չասեմ քեզ, եթե ինքը տրված է գնալը, ինչքան էլ ես ասեմ, ինչքան էլ մտածես, որ պետք է հաստատեմ, չեմ գնա, ինքը ճանապարհը բաց է։ Ապրի քեզ համար խաղաղ, որտեղ ծանր, շատ դժվար բաներ ես չեմ տեսնում քեզ մոտ, ողբերգական բաներ չեմ տեսնում, անտուն, անփող, սոված, նման բաներ չեմ տեսնում, թեթև ես ապրելու։ Ու ապրելու ես նենց ոնց որ դու քեզ լավ ես զգալու, կտեսնես, ուղեղդ էլ ստեղծագործող է։ Մի քիչ ուղղակի աշխատի քեզ տակ պահել, այդ միայն քեզ կզգուշացնեմ։ Որտեղ շնչուղիների հետ է խնդիրը մի քիչ տալիս, մեկ էլ աչքերդ։ Այո։ Այդ կարող է ժառանգական է գալիս այդ աչքերը։ Չէ։ Ես չեմ ուզում ժառանգության հետ կապեմ։ Հիմա ես քեզ կասեմ, այդ քո լուսինն է։ Ինչից աչքերին ես ասեցի, որ ընդհանրապես որ շատերի մոտ լինում է աչքեր ունակ տեսել մեծահասակներ։ Ես հեռատես եմ, առանց ակնոց հեռուն շատ լավ տեսնում եմ։ Բայց ինչի համար է մեծահասակները ակնոցներ կրում, որտեղ իրենք մենք ապագայի հանդեպ հավատը կորցրել ենք, մենք հեռուն չենք տեսնում, մենք հիմա ենք ուզում։
Դրա համար մեծ ոնց որ ասած ինձ փառա գալի մեր աչքերի առաջ։ Եվ կա երիտասարդներ, որ ասենք թե տեսողության խնդիր են ունենում, դա նշանակում է քթիցդ այն կոմել մարդ գոյություն ունի, մենակ դու չես, տղա ջան, աղջիկ ջան, եւ աչքերդ լավ բացարա իրականության հանդեպ, բայց մի բան եմ խորհուրդ տալիս, քեզ եմ ասում, որ թող դա իմանան շատերը, փորձեք ինքներդ էլ փորձեք, որտեւ իմ աշխատանքը անհատական է։ Տարբեր մարդկանց տարբեր բաներ եմ ասում, բայց վերցրեք ասածներից ես։ Մեկ-մեկ աշխատի տանը արևային այդ մուկ ակնոցներ դիր, փորձի։ Տանը։ Հա, տանը արևային ակնոց, տենց շրջի։ Ինքդ կզգաս փոփոխություն է։ Չես տեսնի այն, ինչը որ դու պետքա տեսնես։ Կենտրոնանաս, այդ մուկ ակնոցները դիր։ Դա է քո թույլ տեղը համարվում, աղիները մի քիչ կա, այդ սնունդի տուշադիր եղի, որտեղ խառնված է իրար քեզ, մոտ հավեսով է, քո սնունդը հավեսով է։ Այո։ Հավես ունենաց, հաց կուտես, հավես ունենաց, կարող ամբողջ օրը ոչինչ չտես։ Այդ շնչուղիները դա եւ քո ձեռքու ոտքը պետք է անպայման աշխատի, անպայման ձեռքու ոտքը, ասիկը մի բան դու պետք է անես, դու պարապ չպետք է նստես։ Ու կամած աշխատի, որ ինքդ քո հետ խոսելը թողնես։ Ավելի լավ է գրի, ինչը որ չես հավանում, այդ օրվա իրադարձություններից կարդա մի քանի անգամ կնյարդանանես ու պատռի։ Այդ վատ մտքերդ կանցնի։ Ու սպասենք, տեսնենք ինչ ասպետա քեզ գալի, որտեղ ասպետը սպասվում է։ Այո։ Այդպես, դու որտեղ ես ապրում։ Հիմա Երևանում։ Հա։ Բամ հետ ես ապրում կանե։ Արդեն 10 տարի է, մայրիկիս հետ։ Մամա աղջիկ եք ապրում, իրար հանգիստ թողեք։ Մամադ որ նշանի տակ է ծնված։ Ույս։ Դրա համար է Մերկուրին այդտեղ, հա։ Հա քեզ սովորացնում է։ Հա։ Իրար հանգիստ թողեք։ Հանգիստ թողեք։ Ինքը ուզում է, որ համ բոլոր մամաներս էլ ուզում ենք, բայց թող հանգիստ թողնի, հանգիստ։ Մեր այդ հայկականն է, էլի տենց պորտալարով կպած ենք բոլորս։ Ես ասում եմ բուլավկա, այդ բուլավկան անջատենք։ Անջատենք, որ խաղաղ լինի մարդու մոտ։ Պետք է մենք ինքներս մեր ճանապարհով գնանք, ոչ թե հետևից մեզ մեր մամաները պահեն։ Ես էլ ծնող եմ, պետք է անդադ այդ պահած վիճակը ճիշտ չէ էլի, ճիշտ չէ։ Մենք մենակ ենք եկել այս աշխարհ։ Մենակ ենք եկել, մեր ձեռքից ոչ ոք չի բռնել բերել։ Մենք եկանք, դուրս եկանք այս աշխարհ ու մենակ մենք պետքա գնանք։ Այս տարիլը էգոն շատ է։ Էգոն եկեք վատով մի նայեք։ Մտածեք ձեր մասին, սիրեք ձեզ, արեք, կերեք, հագեք, գնացեք, շփվեք, այնտեղ որտեղ ձեզ հաճելի է, բայց ոչ վատ բաները։ Վատը հարկավոր չի, որտեղ վատը ինքը ջնջվում է։ Աշխարհով մեկ ասա։ Վերջնական Գայան է, իմացի 26 թվականը դու անակնկալների, լավ անակնկալների ժամանակաշրջանը քեզ մոտ սկսվում, 25 տարվա կամ քո 25-26 տարեկանի պատմությունը ջնջվում է մի վերցում մի դե, որովհետև ոչինչ չես կարող անել, պրծել է, չկա, նոր ես գալի այս աշխարհ։ Ու պապայի 10 նոյեմբերին կլրանա կտեսնես արդեն այդ ժամանակվանից կփոխվի քեզ մոտ, այն կռացած վիճակից կանգնում ես։ Եվ նոյեմբեր ամսին էլ որ լրիվ մաքրվի, այդ ներողություն, փետրվարը խավարումը։ 17-ից հետո։ Հա, խավարումից հետո 17-ին է։ Այդ խավարումից հետո էլ արդեն իմացի, որ ես արդեն նոր էտապ եմ գնում։ Դու ինչ-որ մեկին դիմել ես, հա, քո գարասկոպը նայելու։ Չէ, կոնկրետ ոչ մի աստղաբանի չեմ դիմել, ուղղակի շատ եմ լսում, շատ եմ լսում, ես մտածում եմ, էլի Լուսինը որտեղ է։ Հա, իմացի, հետաքրքիր է, ինչի՞ չէ որ ինտերնետը բացանից կկարդաս կիմանաս որտեղ է։ Լուսինը շատ ազդում կանանց վրա եւ շատ էլ օգնում է։ Հիմա ինչքան շատ աստղաբաններ ունենք, նայած դասատունով է այդ աստղաբանի ծևի է կրթում, սովորացնում, այդքան տարբեր բաներ են խոսում։ Ոչ մեկի ասածը ոչ մեկի չի համապատասխանում։
Ես չեմ փնովում, ուղղակի ասում եմ, որ դա տենց է, որտեվ ես լսում եմ, բոլորին էլ լսում եմ, ասում եմ, ինչ ամոթ է։ Ինչ ամոթ է, ու տենց մարդիկ էլ կան աշակերտներ են պահում։ Հա։ Ասում եմ շատ ամոթ բաներ են խոսում մեկ-մեկ մեր հայ աստղաբանները։ Ոնց կարելի է եթերից կեղտոտ բաներ ասել։ Ու այն մարդը, որ բերանը բացում է իր կողքի հային թուրք անվանում, ու այդ մարդուն հարց տվող կա։ Ուրեմն այդ մարդն էլ իրան նման է։ Հարց տվող կա ու հավատացող կա այդ արդյունքը։ Համ հարց տվող կա, համ գովաբանող կա, համ էլ ասածը պնդող կա։ Ու ես այդ բառը երևի լսել ես, ես շատ եմ տարածում այդ բառը, անբավարարվածների խումբ կա մեր Հայաստանում։ Ճիշտ եք։ Եվ անկողնուց են անբավարարված թե տղամարդիկ են, եւ ուտելուց են անբավարարված, եւ ֆինանսներից են անբավարարված։ Ու այդ տենց որ իրա շատ գովաբանում են, նորմալ ընտանիք չունեն։ Չունեն նորմալ ընտանիք։ Ոնց կարող պատահի մարդը չգիտի ինչ բան է ընտանիք, մայր, կին, ծնող, ոչ մի բան չգիտի ու նա կարող խորհուրդներ տա։ Ու սրաներան թուրք ասի։ Ես չտեսա որ դու տենց բաներ ես ասում, որտեվ ես կուկարասկոպը նայում եմ, ինտելեկտը շատ լավ բարձր քեզ մոտ կա, ապերս մենակ ինքդ քեզ մի հոշոտի, որ ամեն ինչ թեթև հեշտ գնա, որտեվ օդի նշանը քեզ մոտ լավ է։ Մեկ-մեկը լացեղի հանգստացի, ոչ չի։ Այդպես։ Շնորհակալ եմ Տիկին Լուսիա ջան, ես եւ մայրիկս ձեզ շատ սիրում ենք։ Բայց ես գյումրեցիքի ոչ չսիրեմ։ Ինչպես։ Գյումրեցիքին ասում են ոչ չսիրեմ, գիտես, բոլորն էլ գիտեն որտեղ եմ տալի։ Բայց ընդ մի քանիսը կա շատ լաչառեն։ Շատ վատ են իրանց պահում, շատ գյումրեցիքի անուն հետ խաղում են։ Շատ են անուն հետ խաղում այդ կնանիք, վայ։ Չի կարելի։ Չի կարելի։ Դե լավ Գայանե ջան, ձեզ համբերություն, մամային էլ առողջություն։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ Տիկին Լուսիա ջան, ձեզ էլ համբերություն, Խնդրեմ։ ձեզ էլ առողջություն, որ միշտ մեր ազգի կողքին լինեք, ձեր դրական եթերներով, ձեզանից շատ աստղաբաններ, շատ բան կարան սովորեն, այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, համբերություն ձեզ Գայանե ջան։ Լավ, ստեցություն։ Բարև ձեզ, Լուսիա Հակոբյան։ Լսում եմ ձեզ։ Ինչպես եք։ Ես լավ եմ, դուք այդ երբ ընկաք Կարինե հանկարծ։ Ես մի ժամ առաջ։ Այդ ուր էր գնում որ ընկար։ Ջան, օլորվեց էլ գլուխս վրաց, օլորվա ոտս մնաստակս։ Ինչ իրան որ ոտդ մնաստակը այդ։ Քայլում էի։ Որտեղ։ Օլորվեց ոտիս տակը մի բան հնգավ էլի, օլորվեց ոտս։ Որն է, ձախն է։ Ճանիս մոտը, ներքևով դες ջարդված է։ Այդ որ ոտքն է։ Աչ։ Աչտա։ Ահա։ Ուրեմն տղայդ հանգիստ թող։ Տղա, չէ։ Թե ամուսինն է, մի րոպե։ Անցը, դա հետոն է, հետական է։ Տղամարդկանց հանգիստ թող։ Տղամարդկանց հանգիստ թող, տղատը, ամուսինը տա հանգիստ թող։ Ահա։ Այդ ոտքեր էտա, հələ որ ճանն է, գնացած ճանապարհը տա քո։ Ծունկը արդեն կոնկրետ երեխան է, հենց տղա երեխա։ Ձախը։ Էդ էլ արդեն կոմոդ աչինը ու կոճնա, չէ, ներքևը, թաթը։ Հա, մի քիչ ինքը երկար կտևի, այդ բուժումդ երկար կտևի։ Կգնաս մի քիչ էլ տանը, կթոփլես, ոնց որ ասում են, ու կհիշես անդադ ինչի տենց եղավ, ինչ մտքերի էր, ուր էր գնում, ինչի տենց եղավ։ Միամիտ ոչ մի բան չի լինում, մարդկանց թվում է թե միամիտ է լինում, ու այդ ցավը քեզ է խփել, ինչ չի խփել, ես կարող եմ կողքից ցավակից լինել, Կարինե հասկացի ինչ եմ ասում, բայց այդ ցավը միայն դու ես զգում, այսինքն հարվածը քեզ է մտածի, ինչի քեզ ցավ տվեց, ինչ եմ մտածել, ինչ եմ արել, ուր էի գնում, արի ոչ մեկին չմեղադրենք,
Երբ որ կգտնես պատասխանը, անկեղծ կլինես դու քեզ հետ։ Կզգաս ցավը մեղմացավ ու լավացավ։ Հիմա ինձ հարցը տուր։ Հասկացար, չէ՞ ինչ ասեցի։ Հա, հա։ Այդպես դե ասա։ Ամուսինս ուզում էր գնալ Ռուսաստան, բայց ես չեմ թողում։ Գնա թե չգնա։ Իր գործերը այնտեղ լավ կլինի թե չէ։ Ինչու՞ չես ուզում գնա։ Դե մի քիչ լավ վիճակով չեկավ ինքը։ Այդ ֆինանսական։ Չէ, Բա, գլխացավ էր, սիրտն էր վատ։ առողջական։ Իր առողջականի մասին եմ մտածում, վախենում եմ։ Լավ, ուրա, որ մի երկիրն ա գնում Ռուսաստանի, որտեղն ա գնում։ Չելնավիսկ։ Թիվը կասես իրա։ Թիվ։ Ինքը պետք է աշխատի, չի կարող առանց աշխատանք։ Այդ քո մարդը անաշխատանք չի կարող, ամբողջ կյանքը նա բանել, չի աշխատում, բանում է։ Ամիսն էլ ասա։ Խելոք մարդ ունես, ինչ ես ուզում իրանից։ Կամակորա։ Ոչինչ, ոչինչ, մեր հատ տղամարդիկ տենց են։ Լավ էլ պապայա, ինչ ես ուզում։ Հա։ Առողջականը լավ չի, ճիշտ է։ Հա, լավ չի իր առողջականը, դա մոր չեմ կարում։ Մի քանի աղիները լավ չի, սեռական լավ չի, լավ, ինչ ենք աշխարհով մեկ տարածում։ Այդ հիվանդությունները, որ իրա մոտ կա, այդ կա։ Ինչը որ դու ասում ես, այդ ամենը կա, բայց իրա այդքան գլուխը չի, որ դու ասում ես գլխացավ էր, այդ ներքևից է իրա մոտ։ Ներքևից է, որ գլխին է տալիս։ Հոդերներ լավ չի ես մարդու, ես էլ իրա մամայից է փոխանցվել, ես մարդն է սովոր աշխատանքի, հիմա նստի տես տունը չի դիմանա, ինչ անենք այդ մարդուն, լավ։ Չէ թող ստեղ մնա աշխատի, ես էդ եմ ուզում։ Չէ թա, բայց ստեղ ընդեղ ասում ես ավելի լավ եմ զգում ու Ճիշտ է ասում, էդ էլ է ճիշտ ասում, ինչ ասում է ճիշտ է ասում, և աշխատանքն է լավ, և իրան լավ զգանն է լավ։ Հիմա ես կեզ ինչ ասեմ, ասա, ստեղ բաներ տեսա ու տարիքնել են, տարիքը չի ինչը Ստեղ որ ինչ կարա ինքը աշխատի։ տարիներ առաջ իր այդ առույգություն, իր աշխատանքը, որ կար, և վարձատրությունը, այդպես չի հիմա, որ հիմա ինքը գնա առաջվան նման լինի։ Իսկ այդ գործ ինչը, որ ինքը ընդեղ անում էր, ըստեղ ինքը չի անի։ Իրոք հանգիստող, եթե ինքը ուզում է գնա, թող գնա։ Ու որ ասում է գլուխը ցավում է, այդքան չեմ տեսնում գլխացավ իրա մոտ։ Ոնց որ մի բան ցրի քո ամուսինը։ Լավ բաներ չեմ ասում, հանգիստ թող։ Տղայդ էլ հանգիստ թող։ Մեկը դու չես կարա իրա վրա սս ջղայնանալ, տեսար ոտքդ ինչ եղավ։ Ստեղ ինչ կարա ինքը անի։ Ինչ կարա անի։ Ստեղ աշխատի։ Ինչ կա, իրան ինչ կա էլ անելու։ Ինքը ինչ անում այնտեղ, ինչով է զբաղվում, շինարարություն։ Անեմ, ես վախենում եմ իրանից, չէ, շոֆերություն անեմ։ Հա, չէ, իրան վարորդությունը վերջացավ, արդեն հերիքա, որտեվ հիմա որ գնա վարորդության, այդքան լավ չէ։ Ուղղակի ազատ երկիր է, ինքը ընդեղ է ուզում այդ ամբողջ բանը։ Ընդեղ ինքը իրան ազատ է զգում, իրա գլխին ճնշող բաներ չկա, այդտեղ շատ եք ճնշում։ Հետո այդ գումարը չի աշխատի, ինչը որ ինքը ընդեղ հարցեր շատ կա։ Բայց ես ամեն առաջինը նայում եմ ամուսնուց մոտ, իր ավելի շատ հոգեբանականն եմ նայում, որտեվ այդ են տարիքը չի էլի, որ առույգ վազվզի, որ ասեմ հիմա վաղը դառնում է սենց մի հատ ժիր կայտար մանուկ ու սկսում եմ վազել լեսկով, այդ այնց չի։ Առողջականի բավականի խնդիրներ ունի ինքը գոտկա տեղից ներքև, հետո սրտի վանոթների վրա էլ է ազդում։ Այո, սրտի անով պատերը հաստատված է, նկարել եմ։ Հապա ինքը հիմա չի էլ նիհարի, որտև ստեղ էլ երևում է, որ ճարպակալում է կա իր մոտ ու նստել տունը չի կարա նստի տանը,
Չի կարա, որտեղ պետք է աշխատի։ Ստեղ ինչ կա աշխատես։ Էլի ուրիշ ինչ պետք է անի։ Ինչ վարորդություն պետք է անի, տաքսի կքշի։ Չի էլ չեմ ուզում։ Փորձանքի հետ է։ Բա դու ինչ ես ուզում, քո ուզելը ո՞րն է։ Միջի գործ կամ մի հատ հիմնարկը տես մտնի, այդ առավոտը իկուն ասենք կարա տես թե չէ։ Ինչ հիմնարկ։ Կրթություն ինչ ունի, ինչ մաս։ Քանի էլի։ Գարեգորական ա եղել։ Քո ուզելը քիչ է, Կարինե։ Հա։ Այտենց դու ուղղակի խոսում եք, բայց այտենց չի։ Չէ, ես ուզում եմ բան ջան, Լուսիա ջան, ինքը ինչ անի, թողեն էլ անի, ինչ կարանա։ Թե չէ ես իրան չեմ ստիպում, ինքը առողջություն չունի, ոտերը ցավում է։ Ամենտեղ կա առողջական էլիքը խնդիրներ ունի ինքը։ Պարզապես այդտեղ գարոսկոպը ցույց տվեց, որ մի րոպե։ Ահա։ Մարսը կարիճում է։ Ինչքան դու խոսեցիր իր վրա, ինչ որ հարցում արգելեցիր, դու հարվածներ կստանաս։ Ու ձեզ մոտ կգնա լեզվա կռիվներ։ Ավելավա հանգիստ թող։ Ինչ ուզում է գնա փռում աշխատի, ուզում է գնա կոշկակարանի, ինչ ուզում է թող լինի, բայց մեքենան իրան արդեն հերիք է, որտեղ ստեղ ասում է մեքենան հերիք է, ու անցած տարի, մի րոպե երևի ամռաններ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր այդ ժամանակներին իր մոտ լավ շրջան չի եղել, մեքենայի հետ կապված եմ ասում, դա իրան վերջն արդեն հա, այդտեղ երևում է տրանսպորտը ու ես ուղղակի անցած բաները չեմ ասում, չեմ սիրում այդ ինչ որ եղել է կրկնեմ, միշտ ասում եմ քննություն չեմ տալի, որ եղածները ես ասեցի։ Ես որ արգելվում եմ ինչ որ մի բան ոչ, կտրուկ ասում եմ ոչ, ուրեմն նշանակում անցյալը լավը չեմ տեսել։ Հիմա իրան հետոյի համար է կարևորը, որպեսզի մարդը գոնե տենց մնա, ավելի չվատանա։ Տես ինչ եմ ասում, գոնե եմ ասում։ Ու դրսում թողնես գնա, ես էլ այդքան համաձայն չեմ իրա գնալու։ Բայց այստեղից ելնելով եմ ասում համաձայն չեմ, բայց մնաստեղ ինչ պետք է անի։ Թող գնա գտնի, ուր ուզում է գնա գտնի, բայց իրա սիրտը ստեղի վրա տակ չի, այդ ամբողջ ասածը։ Ու դու ինչքան իրան արգելեցիր, ինչքան իրան ուղղություն տվեցիր, ձեր վեճերը շատանալու են։ Դու էլ մի կարգին առողջականի կարգին վիճակում չես գտնվում, նույն էլ ես մարդը, որ ուր է իր Յուպիտեր, ահա, այդ եղջյուրում է Յուպիտեր և Սատուրնը, ինքը հավատնել է կորցրել ամեն ինչի հանդեպ արդեն, հավատը կորցրել է ու կոտոշները տնգում է, համառություններ անում, ու այդ տղամարդուն, ես չեմ այտենց վատ բաներ ասում, էլի չի կարելի տղամարդուն վատ բաներ ասել, չոր համառա, ներքին տագնապներ ունի անհանգստանում է, բայց իրա լեզվի վրա ոչ ոք չի կարա, ինքը լուռա ու կրակում է, իզուտեղը տուն գնում ես հարվածների տակ, վիրավորում է ինքը, վիրավորում է, դրա համար ասեմ իրար հանգիստ թողեք, մի հատ ինձ քո տարեթիվն ասա։ Դուք էդ ոնց եք իրա լավ է, որ գնացել է դրսում աշխատել է։ Թե չէ դուք հիմա վաղուց բաժանվել էիք։ Դու էլի ես ընկես, առաջին անգամ չի քո ոսկորները։ Հենգա բայց անցավ։ Ամբողջ այ քո գլուխն է ցավը, ոչ թե իրա։ Ճշմարտ տատանողություն ունես, ագրեսիա ունես, գոռում ես, խոսում ես, լսող չկա, ես ուտեղ սուս մնա, հա։ Հիմա որ տենց դու պարկել ես անկողին, ես քեզ մի բան ասեմ, իմացեք ժողովուրդ, դուք էլ անկողնային վիճակը, պասիվ վիճակ է, մարմնի պասիվ վիճակ է համարվում։ Սա նշանակում է մտածել։ Մարդը իմիտ է բերում ամբողջ իր անցած կյանքը, հատկապես հիվանդանոցային, քնի ժամանակ ուրիշ է։ Օրինակ քունը մարդը միջև քնել են դանթելու վիճակն է, որ երրորդ վիճակ է գալիս դա արդեն, այդքան չբացատրեմ հիմա քո այդ վիճակին, որ ամբողջը գալիս է մարդկանց աչքի առաջ, ինչը որ անցել է այդ օրը կամ նրա հաջորդ օրը, այտենց կամաց տեսնում ես ու քունդ գնացիր ու ենթագիտակցություն արթնանում է, երազումից տեսնում ես 1000 բան, ինչը որ անցյալներում կա։ Հիմա քո մոտ ինչ է տալի մարմնի պասիվ վիճակ, այսինքն անկողնային վիճակ, անալիզ արա քո կյանքը ամբողջ։
11 տարի 11 տարվա անալիզ արա հիմիկվանից հետ գնա 11 տարի ամբողջ 11 տարին ինչը որ քեզ մոտ եղել է իմիջալոց քո ճակատագիր այդքան լավ չի դասավորվել Կարինե ով էլ լներ քո համուսին այդքան տարի անցել է այդ արդեն հասուն կին ես դու մի հատ քեզ թափ տուր էլի այդքան դու հարվածներ ստացել ես եւ ֆիզիկապես եւ հոգեպես պսիխոլոգիչեսկի այսինքն դու միթե խրատ չես գալիս ապրի քո համար հանգիստ ապրի այս վերջի հարվածն է որ դու ստացար ոդքդ աչդ դա քո հետոնա վաղվա ծրագիրն է կյանքի ինչ անես որպեսի դու էլի սենց բաներ չլնես այն մարդկանց հասուն մարդիկ են 12 տարեկանը քո ընտանիքի անդամները վաղուց վերջացրել են իրենք ինքնուրույն երբ որ կգան կասեն մամա կամ այ կնիկ ջան արի ես մի բանը սենց ասա ոնց անեմ նոր դու խոսա հիմա ոչ մի բան ձեն մի հանի ոչ մեկի ոչ մի բան մի սովորացու որտեղ բոլորովին անիմաստ քո խոսելը անիմաստ է եթե իմանամ ինչ որ քո խոսքը ձեռք մեկնել է պետք է իրենց օգուտակ ասեմ խիչ ես անում ամուսնուդ հանգիստ թող ասա իրա թիվն ասա քո մոտ նևրոզ մի հատ պես քեզ ինչ եմ ասում դու որ կարող չանաց հիվանդանոցից դուրս կգրվես աշխատի մի քիչ զբոսնի հաճելի մարդկանց հետ կամ մենակ խանութներ գնա կինո գնա ցուցահանդես գնա ուր ուզում ես գնա զբոսնի բնության գրկում շատ տեղի ու լավ բաներ տես աշխատի գլուխդ բարձր բայ վիզդ բարձր բայ երկինքը նայ պատուհանից երկինք նայ բալկոնից երկինք նայ այդ ամպերը նայ դա քեզ շատ է օգնելու մի գլուխդ կախ քայլի որտեվ ես քեզ մոտ մի քիչ տխրեցնեմ ձերք մեկնել չեմ տեսնում որից մեկը որ քեզ պետքա ձերք մեկնի եւ այն շրջապատում հետ որ դու շփվում ես դա չկա արդեն ու ճիշտ մարդկանց հետ էլ չես շփվում ավելի կիրթ գրագետ մարդկանց հետ դու պետքա շփես բայց ընտանիքի տեր մարդ լինի ու այդ քո համառությունները կոպտություններն էլ թող հիմա մի հատ տղայի թիվն ասա այս ինչի կսաղդ ինքն էլ պապա այդ յոլա չի գնա չի գնում էլի ինքը առանձին ապրում որ ուզենար կեթայինք էլ ապրենք ինքն էլ է քեզանից հեռանում այս ինչ ընտանիքա դարել եք բան է այն Կրիլովի լեբես Կարապախ Հեցկետինը եւ Գայլաձուկը այդ եք սելը մեջտեղը տանը դրած ամենքդ միան քաշում եք ու տեղից չի շարժվում միշտ սա նոր չի այս տղան էլ ոտքի խնդիր ունի ինքը պետք է փող աշխատի հա ինքը մուզիկանտ է նայ բայց թողեց գործը անցավ շոֆերության պապայի բանն է տանում ինչ այն մուզիկայից նյարդերը չի դիմանում դրա համար դուրս է եկել հա Իրանը մեքենան կա ճիշտ է բայց լավ կլներ որ ինքը արհեստանոց ունենար եթե մեքենա է ուզում Իրան ավելի լավ արհեստանոց լիներ քան վարորդություն աներ արհեստանոց հա այդ բան էլի մեքենաների էլ ինչ կա ինքը մուզիկան չշարունակի չեմ կարծում գնա չեմ կարծում ժառանգության խնդիր կա վրան ազդելու է պապա որդի, պապա զավակ մի քիչ կոնֆլիկտներ կարող է լինել ժառանգության։ Այդ տոնում անունով եք գրում։ Տունը ամուսնու սանունով է։ Բայց իրենն է տունը։ Տղայինը, չէ։ Հա։ Բայց ինչ են պապա տղա տան հետ ղալմղալանում։ Դե ինքը Մոսկվայի ապրում, ասում արի Հայաստան ապրի մեր հետ, չի գալի։ Չի գա։ Չի գա։ Չի գա։ Այդ դրա համար էլ ինա դանում, ասում է քեզ տուն չի ասնում։ Հա, տես մի բան խոսում անենց, բայց սիրտը քանդվում է, վառվում է։ Բա ուրիշում կարա տա, եթե տղային չտա։ Ոչ մեկին ում պետք է տա, աղջիկ ունեն, բայց դե աղջիկը ամեն ինչ ունի։ Քո տղան էլ ված չի ապրում։
Քո տղան էլ վաճի ապրում, բայց ես չգիտեմ ինքն տեղ արի։ Նախ այսպես մի բան կարճացնեմ ավելի։ Եթե տղատ եկավ այդտեղ ապրելու, որ ինքդ ես ուզում, դուք եք ուզում, ինքը չի գա, որովհետև ինքը իր պապայի չուզենա ապրել, սա մեկ։ Երկրորդը, այս վարորդությունը, նախ Մոսկվայում է, չէ, այնտեղ վիճակը գնալու այդքան լավ չի։ Վատացել է։ Մի րոպե մի բան նայեմ։ Քանի տարի է որ դրսում է։ 6-րդ դասարանից, Լուսիա ջան։ Այստեղ 19 տարի բան է, մոտ ասենք 20 տարի։ Այդքան կլինի։ 19 տարեկանի։ Չէ, տարի, մոտ 20 տարի կլինի որ ընդեղ է։ Հա։ Եթե 20 տարի է, եթե իրոք 20 տարի է, այս տարի ամառը երևի ինքը ինչ որ տենց որոշում կայացնի գալու չգալու հարցերի շուրջ։ Մի րոպե։ Հա, այս տարի վերջնական կորոշի։ Կգա թե չի գա, այս ժառանգության հարցը պապա այդ խնդիրներ ունի։ Ես այստեղ ոչ թե կուշակություններ եմ ուզում ասեմ, այլ ուզում խրատատու բան ասել, որ դա բոլորին էլ հետաքրքիր լինի։ Ձեր կյանքը ոչ մեկին հետաքրքիր չի։ Ուղղակի ձեր միությունը, որ պետք է գեղեցիկ երանգը կազմի ձեր ընտանիքում, դա չի լինում։ Բոլորը տարբեր մի կողմ եք քաշում, դու էլ մեջտեղը կանգնել ես, մեկ տղայի կողմն ես, մեկ ամուսնու կողմն ես ու ոչ մեկի կողմն էլ չես, որտեվ իրանք քեզ չեն լսելու, որտեվ հենց ամենասկզբից քո ընտրությունը սխալ է եղել։ Հա? Ոչ մեկ չի լսում։ Քո ընտրությունը ամենից սկզբից սխալ է եղել, դու էլ պակաս չէ, դու խիստ ես շատ, դու չոր ես, փափկություն չկա քեզ մոտ, այծեղ չոր ես, կանայք այծեղ չոր են շատ, որ մի քիչ նուրբ լիներ, մի քիչ հումորներ աներ, ջանու ջիգար, պաչիկ, մաչիկ, չէ որ կնոջը տված է իմաստություն, այս ամեն ինչ ընտանիքդ կարգի կբերեր, բայց իմ ընտանիքը ցրված է, աղջիկը տնտեղ իր ընտանիքով է, մենակ ուղղակի դու խոսում ես, ասում ես իմանում է, ոչ մեկի ձեռքը ոչ մի բան էլ չկա, էլի ամեն ինչ ընկավ քո ուսերին, բայց ուսերիդ էլ դու հիմա բեր չես տանում, դու ուղղակի ապրումներ ունես վիրավորված, էդ է քո մոտ ամեն ինչը գնում, այդ վիրավորանքան, տես, քեզ հարվածը տվել է, ընկել ես ու պարկել ես, հիմա դու պետք է անալիզ անես ամբողջ քո կյանքը, լացիել, ուրախացել, կատակել արա ու մաքրի, թողես ամեն ինչը գնա ու գնա քո տունը խաղաղ ապրի քո համար, ոնց որ դու ուզում ես, ասա մարդ ջան, ուզում ես գնաս, գնա, տղա ջան, չես ուզում գաս, մնա, թող զարմանա, թե ինչ ես տենց բաներ ասում, քո խոսել անիմաստ է լինելու, դու հարց ես տվել, ուզում ես իմանաս ինչպես կլինի ամուսնուդ մոտ գնա թե չգնա, լսի քեզ թե չի լսի, չի լսելու։ Եթե ուզում է թող գնա։ Ես էլ կուզեմ մի հատ ստե գործ բռնել Ես ոչ մի բան չեմ տեսնում իրան, որտեղ ինքը ոչ տեղել իրան մտքին կա գնալ։ Ինչ պետք է անի։ Ոչ մի բան էլ չանի։ Նույն էլի վարորդությունը իդ գումարը չի ստանի ինչ որ ընդեղ։ Այնտեղ հերու տղա էլ որ գնա միջև անգամ իր տղայի մոտ այնտեղ էլ չկար աշխատի հոր հետ։ Հերու տղա իրար հետ չեն կար աշխատել։ Քո տղան վաղուց ինքնուրույն մարդ է, վաղուց ինքնուրույն մարդ է։ Տենց է, երեխապահի մեծացրու գնա դառնա օտար երկրի մարդ։ Ով արդեն ուրիշ տեղեր մտա, որ պետք չի մտնել։ Իմ վերջնական ասածը հանգիստով երկուսին էլ անիմաստ է։ Եթե տեսնեմ քո խոսքը պետք է իմաստ ունենա, կասեմ այս ուղղությունը դու։ Ամուսնուդ մոտ էլ ոչ մի աշխատանք իր մոտ դեռ չի երևում։ Բաներ կա այստեղ մի քիչ մեբելի ցեղ կգնաք աշխատել։ Հա? Դե որ ներվի դետայլ, ինչ իմանամ, լչեմ հարցնում, ես չգիտեմ իր մոտ ինչ կա որ ասել։ Այդտենց բաներ է, այդտենց բան ստեղ ցույց է տալի։ Մի բան էլ ասեմ, ես շատ նման բաներ տեսնում եմ մեկ-մեկի մայցելուներին, որ ասում եմ ծիծաղելի է, հիմա կարող է այդ մարդիկ լսեն։ Մարսը գտնվում է քո ամուսնու կարիճում, դա սքո սրահ է նշանակում։
Եթե մարդիկ ծիծաղեն իմ ասածի վրա, նա չաշխատի, բա ինչ որ մեկը պետք է աշխատի սքո սրահում, ընդեղ էլ այնքան մարդ կա աշխատող, բա այդ ոնց են իրանք աշխատում։ Այսինքն բանը, կգնա կոսի չի, ինչ ես խոսում։ Դերեն այդտեղ էլ կամ բանը այդ արեստանոց է էլի, որ դակաղները սարքում։ Չեմ էլ կարող ունեցեք կոպիտ բառը, այդ բառը։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչ սևի բառ ասեմ։ Եթե բարձակույն կրթություն ուներ, կարող քննիչ աշխատեր դատա իրավական ավելի շատ ոստիկանության տեղ աշխատել, քննչական տեղ, բայց չկա տենց բաների, դա արդեն անցավ գնաց։ Ստամատոլոգ կարա լիներ էլի անցավ գնաց։ Հիմիկվա այս տարիքին առողջությունը վրա, այս տղային տալիս, այս մարդուն տալիս է շինարարություն, շինարարական, արեստանոցներ եւ այդ մեքենան, վերջ։ Բայց այդ գումարը չի ստանա ինչ է որ ընդեղ, նա էլ այստեղ չի դիմանում, քո կողքն էլ չի դիմանում։ Հիմա ես էլ ինչ անեմ, ասա խնդրեմ։ Կարին, Այս ինչ անեմ, չգիտեմ Լուսա ջան։ Քեզ պետք է լինի առողջություն ու մտածես քո մասին։ Որպես կին եմ ասում, ուրիշ բան չէ։ Գնա քոտան ճաշնեփի, քոտան մաքրությունն արա, իրա վրա մի խոսա, որովհետև երկուսդ էլ մեղք եք արդեն, ու ձեր էլ են տարիքը չի, որ դուք գալմաղալներով օր անցկացնեք, չի կարելի։ Գնացեք մանեք եք իրար հետ։ Կգնաք, չեք գնա, սաղ ճամփին կռիվ կանեք։ Ինչ ասեմ, բայց ինձ բաներ ա լինում դժվար, չգիտեմ մարդը ուզում է ինչ-որ մի ճանապարհ ցույց տա, լույսը տամ քեզ, որ դրանով գնաս, բան չկա, որտեղ ամենասկզբից սխալ է դրվել։ Ու սենց շատ կան, էլի ընտանիքներ կան, որ նոր երիտասարդներ տունտեղ ընտանիք ուզում են ստեղծեն, ես ասում եմ, սենց կնես, գինեն թե ամուսնությունը հանակ մազղարությունը, դուրս չեկապ կթողն է, մտենց չի, բայց տարիք գոյություն ունի, որ այս տարիքը դու, երեխեքը տամենք իրանց ճակատագիրը ստեղծել են, դուք էլ սենց մարդ դուք ընիք ինչ աշխատել եք, պետք է հիմա վայելեք, շրջակայեք, դուք ձեր չափով ինչքանով կարող եք, օրերն անցկացնեք, թորները կգան, դուք կգնաք, ուրախանաք, բայց չկա տենց բան։ Անընդհատ խնդիրները, հա խնդիրները, այն մեկը վերջանում է սկսում, այն մեկը վերջանում է սկսում, ու ձեր մեջ է այս երկուսը, այս ամեն ինչ հենց երկուսիդ մեջ ամուսին էր, ոչ թե երեխեքին։ Տղա չի գնա իրա նորից երկին, չի գնա, այս տաքսին իր համար հեշտ է, ախր լավ չէ էլ այդ մեքենան լավ չէ։ Երկու անգամ լավ փորձանքից ապրծել։ Դե տեսան դեր դրա համար ասեցի անցալը լավ չի իրա մոտ։ Եթե շատ է ուզում իր Մերկուրիից որ նայում եմ ինքը գոնե գնա պասոլստվաներում, ինչ որ այտենց օտարազգիներ հետ աշխատեն դեղ մեքենայի հարցերը լինի ու արեստանություն ենա մեքենաների։ Բայց ոչ վարորդություն անի։ Ես հիմա ասում եմ, իմ ձերքս ոչինչ չկա, կախարդական փայտիկ էլ չունեմ։ Ես ասում եմ դուք անում եք, որոշեք։ Այդպես, Կարինե, առողջացի։ Վիրահատումը ճիշտ է, նորմալ կանցնի, Կարինե, վիրահատումը նորմալ կանցնի, բայց ինքը երկար է տևում։ Երկար է տևա։ Մի րոպե։ Այդ երբ եմ վաղն վիրահատելու։ Այսօր պետք է անել բժիշկի օպերացիա վաղը երևի։ Պետք չէ այսօր։ Վայ, Լուսին էլ այցեք ջրում, հենց այսօր դու դմփացել ես, ոսկորդ ցավ ես տվել, 17-18 վիրահատում, ոտքերի հետ չի կարելի։ Եթե վաղն էլ բժիշկը չգա, ավելի լավ։ 19-ի, 20-ին, 21-ին կարող եք դուք վիրահատվել և 22-23 էլ չի կարելի։ 21-ին արդեն մտնում ենք ջրոս, արդեն կմեղմանա քո այդ ոսկրային բաները։ Ստեղ էլ արդեն Յուպիտերն է հետ ընթացք, սա նշանակում է դանդաղ ընթանալու քո ապաքինումը։
դու ինքի քո մտքերը լավ մտքեր է տեղի, որ ցավը չզգաս։ Այդպես։ Այդի լավ։ Քեզ առողջություն, համբերություն, տղամարդկանցդ հանգիստ թող։ Ձեզ էլ առողջությունը ցանկանում Լուսա ջան։ Համբերությունը լիձես։ Հա, շնորհակալ եմ։ Որտեղից եք դուք։ Էջմիածնից։ Հա, հենց Էջմիածնի միջից եք։ Էջմիա չէ գյուղերից են։ Հա, լավ։ Հա, Աստված պահապան մեր հայ ազգին։ Սիրեք իրար, բարի եղեք, որ ամեն ինչ լավ լինի։ Մենք պահանջում ենք, բայց չենք տալիս։ Դե լավ Կանե ջան, վերջացնենք արդեն։ Շնորհակալություն։ Համբերություն ձեզ, առողջ եղեք։ Այս զանգերն էլ վերջացրեցինք։ Տեսեք Կարինեն, ինչև Կարինեի զրուցելը նա զանգարեց, որ արդեն հիմա պետք է պայմանավորվենք, որ զանգերը լինի, բայց ժամանակը գնաց, ու այդ կինը ընկավ ու ոտքը կոտրեց այն աստիճան, որ պետք է վիրահատվի։ Այցեղ ջուր էր կարասկոպով, ամուսին էլ կշռք, արդեն կվադրատա, որ իրանք հենց ի սկզբանե իրանց միությունը ճիշտ չի։ Չնայած այդպես լինում է կշռք ու այցեղ ջուրներ լինի նորմալ միություն է լինում, բայց այդեղ շատ մոլորակներ նայեցի, որ կարիճում էր այդ ընկերոջ ամուսնու Մարսը, որը կծում էր այցեղ ջուրի ոտքը։ Կարիճը ասում ինչքան է լավ լինի, այցեղ ջուրից վաղթերշ ոտքը կծում է։ Ու կծում էր, դրա համար թողե գնացել է Ռուսաստանը աշխատել, այնքան որ պոկվի տեղից, պոկվի։ Ավելի լավ է նման միություններ, այս երիտասարդներին էլ եմ ասում, բաժանվեն, հեռանան իրարից, կամ տեսեք մեծացել են, երեխեքը իրանցից հեռու, իրենց կյանքով ընտանիքով ապրում են, այս մարդիկ են տարիքին են, որ պետք է միասին լինեն ուսուսի տված, բայց տեսեք երկուսի մոտ էլ առողջականի իրոք լուրջ խնդիրներ ա տալիս ու ամբողջովին իրար հետ հանգիստ չեն նստում, մի բաժակ թեյ չեն խմում։ Հիմա Լուսյան ինչ անի։ Այն մոլագարներն ասում են հերիքա սատանայություններ խոսած, լավ եմ անում մոլագարներ։ Ես ինչ անում եմ, լավ եմ անում։ Չեմ ասում ճիշտ եմ անում, ասեմ լավ եմ անում, որտեվ իմ ասածների մեջ ոչ մի վատ բան չկա։ Ես ուզում եմ, որ մեր հայոց ընտանիքները ամուլ լինեն, որ մեր ազգը ամուլ լինի, որ մեր գլխին ոչ մի բան չկա հայոց աշխարհում։ Որտեվ ազգը ուժեղը ընտանիքով հաճախակի կրկնում է մեզ բանը։ Այս տարիքն է, տեսեք, ու երիտասարդներ էլ կան, այդ տարիքի ճիշտ չեն, հետո կգան իրանց արդեն թոշակի շրջան իրար գզում են։ Ումա պետք է ինչ եղավ կյանք։ Էս ինչ կյանք է։ Այն մի աղջիկն էլ նրանից առաջ հաճել աղջիկ էր, գրագետ աղջիկ էր, զուսպ աղջիկ էր, առույց էր համաստեղությամբ, մի քանի մոլորակներ էլ իրեն մոտ ավելի շատ երկորակ էր, որն իրենից ինտելեկտ է ներկայացնում եւ խոսքի իրանք լավ պաշար են ունենում, ուղղակի իրանց մի սխալը, որ շատ են իրանք ճիշտ մտածում են, սխալանում են մի խոսքով, որ իր անձնականը չի գտել, որովհետեւ չի կարողանում մեկի մեջ գտնել, ինչը որ իրան պետքա լրացնի։ Այդ տենց չի, այդ որ շատ անգամ ասում են մարդուկի մի մարմին, հա այո, մի մարմին, տիրոջ ստեղծած կողոս գրից, բայց կես, տղամարդը համարում է կիսամարդ։ Կես ընդեղից, կես ստեղից տարավ մի բան։ Բայց հիմա այդ կեսը վաղուց վերացել անհատ են։ Այստեղ մի հետաքրքիր բան ունի, այս թերթիկներից վրա բաներ եմ գտնում, մի քանի թերթիկ մի անգամից տնից վերցել եմ, բայց հետաքրքիրը հենց այսօրվա զանգերի ձեռնելով սա եղավ աչքիս։ Տեսեք ինչ եմ գրել։ Տղամարդ կերպարը կորում է, այո, գնալով կորում է, որ ես իմեջում գրում եմ, են որ անզուսպ տղամարդիկ են լինում, որ կանանց պախարակում էին, կանանց բամբասում էին, կանանց քննադատում են, դրան բոլորին ես համարում եմ ղզիկ, որովհետև իսկական տղամարդը կնոջ հետ քյալլա չի տալի։ Պարզաբանումների մեջ հայավարի ասենք չնայած ռուսերեն բառով, ոչ մի տղամարդ կնոջ հետ ռազբորկայի մեջ չպետք է մտնի, որտեղ ինքը սխալ տղամարդ կհամարվի, ես համարում եմ ղզիկ ու համարում եմ քիքիր։
Քիկիր բառը մոռացել էի։ Քիկիր են այդ տղամարդիկ, ու ես շատ կոպիտ չոր իրենց պատասխանում եմ, որ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ պատասխանել, իմ էջում եմ պատասխանում։ Տղամարդ կերպարը կորում է։ Տղամարդը թագավորն է համարվում աշխարհի, որ ինքը ասում ես թագավոր, տղամարդ, ուրեմն թագավոր։ Ծնողները չեն ասում թագավոր բալեն, այո, բայց այդ չկա արդեն, չկա, ափսոս։ Կին էլ թագուին է, թագավոր թագուի, տղամարդ կին, էդ էլ չկա։ Հիմա թագավորներ չկա։ Նազիր վեզիրներ են դարել բոլորը, այն Քաշնազարի մեջ են, գյադեք այս կողմը կանգնեք, գյադեք այն կողմը կանգնեք, այս վիճակն է գնում, որը հեչ լավ չի, հեչ։ Թակու ձերքի տակ են բոլորը, Ուստեանի ձերքի տակ են, տեսեք Ուստեանը մտավ պալատ ինչ արեց բոլոր նազիր վեզիրներին, իշխանիկներին, ինչեր արեց։ Ուստեանը մի հատ գյուղացի անգրագետ կնիկ, մտավ պալատը ու տեսեք բոլորին ինչ արել, հիմա դա է գնում, վայ Հովհաննես Թումանյան, բոլոր գրվածքները միջև հիմա աշխատում են մի կաթիլ մեղրներ, չարի վերցնել, միշտ, հատկապես Քաշնազարը։ Բայց կինը իրեն թակու նման չի էլ պահում, որ մենք ասենք ես իշ թակուի կինա։ Այո, մեր կանայք իրենց թակու պես չեն պահում, այնպես որ ոչ թակուի մնաց, ոչ էլ թակավոր մնաց, որ այդ թակույները դարել են անբավարարված, որ իրենց շատ լկտ են պահում, տղամարդուց ավելի բեժ բեթար հայանքներ են տալիս, անիծում են, իսկ թակույն իրան այդպես է բան թույլ չի տա, որտեղ թակույն ասում ես թակույ, իրա վեհ լինելով հանդերձ, իրա պահվածքով հանդերձ։ Ու լռությունը, հանդուրժողականությունը, դա բարձր է համարվում։ Ու այն օրվանից մի լավ Բեյրութահայ էր, հիմա չկա էլ ինքը, տղամարդ էր, ինձ ասես տարիներ առաջ էր, այն օրվանից ինչ կինը նստեց ղեկի, թակու հասկացողությունը կնոջ մոտ կորավ, որտև ղեկը այն ժամանակ ֆայտոնն է աղել, այդ կինը դարել է ֆայտոն չի, դուք պատկերացրեք, կինը դարավ ֆայտոն չի, հիմա ասեք ժամանակակից աշխարհն է, հարկավոր է մեքենաներ լինի, առանց մեքենա չես կարող, դրա համար էլ վարորդ կանայք, ոչ թե իրական վարորդ, այն կինը, որ մեքենա է քշում, ինքը հայոյում է։ Ես ինքս եմ ականատես եղել, կողքից մի քիչ արագ անցնում եմ ուրիշ մեքենան, ինքը հայոյում է։ Այդ կինը ոստիկանին էլ է հայոյում, այն մյուս վարորդին էլ է հայոյում, այնպես որ աշխարհում թակուիներ չկան, եկեք ուրիշ աշխարհը թողենք, մեր Հայաստանը ոչ թակուի կա, ոչ թակավոր կա։ Դա Աստված, որ այս թվականը 2026 թիվ, քանի որ մեկն է, դեռ աղբ ունենք, այս աղբը մաքրվի ու նորից հայտնվում, որտեղ այս սերունդը, որը որ հիմա գալիս է արդեն, շատ տաղանդավոր, շատ հրաշալի ուղեղների երեխեք են լինում ու տենց կշարունակվի ու գիտելիքի առումով, կրթվածության առումով, ամեն առումով նորից դուր թակավորներ ծնվեն, որ իրենց կողք ունենան թակուիներ։ Համբերություն բոլորին։